Եկեք այսօրվա մեր արարողությունը սկսենք տոնական աղոթքով։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ եղիցի անուն քո, եկեսցե արքայություն քո, եղիցին կամք քո, որպես հերկինս և հերկվիս։ Սհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարտապանած, և մի տանինս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքո է, արքայություն և զորություն և փառք հավիտյանս։ Ամեն։ Հարգելի համադասարանցիներ, սիրելի ուսուցչական անձնական, սիրելի դպրոցականներ ու համագյուղացիներ, հարգելի հյուրեր, քիչ հետո կհնչի մեր հարազատ դպրոցի զանգը, որի ղողանջները մեզ կկանչեն դասի, պայմանական դասի իհարկե։ Կհնչի այն զանգը, որի ձայնը այդքան հուզիչ ու ետ կանչող մեզ համար չի եղել երբեք։ Ուրեմն հին զանգի մասին խոսելիս ուզում եմ մի հատ քաղցր, շատ քաղցր հիշողություն։ Ով է հիշում փադեստոլբին վրա կախած տրակտորին դիսկը շիշնա վրան։ Սենք։ Ուղիղ 50 տարի առաջ 1975 թվականի մայիսի 24-ին մեզ համար վերջին անգամ հնչեց այդ զանգը և դա այն զանգն էր, որին անհամբերությամբ սպասում էինք այն ժամանակ մեզ համար երկար ու ցիկ թվացող, բայց իրականում ակնթարթի պես անցած 10 տարիներ։ Դա այն զանգն էր, որը մեզ ոչ թե դասի էր կանչում, այլ ավետում էր նոր կյանքի սկիզբն ու ճանապարհում մեզ դեպի այդ նորը, նոր երանգներով ու հույզերով, նոր սպասելիքներով ու հաղթահարվելիք դժվարություններով։ Կհնչի այն զանգը, որի ղողանջները 50 տարի անց մեր մեջ արթնացնելու են այդ տարիներին անթեղված կարոտը դեպի դպրոց։ Այս զանգի հնչյունների ներքո մեր մեջ փյունիկյան արմավենու նման նոր ծիլեր են արձակելու, հառնելու են այդ կարոտն ու հույսերը։ Մենք քեզ կարոտել ենք ու կարոտելու ենք, սիրելի ու հարազատ կրթօջախ, սիրելի դպրոց։ Սիրելի այսօրվա ու ապագա շրջանավարտներ, գնահատեք այս օրն ու այս պահը, պահեք ձեր հիշողության մեջ։ Այս զանգի ղողանջներից գոնե մի մասնիկ մնալու է ձեր հիշողության մեջ, որպես կանչ։ Տարիներ անց, երբ զանգի ղողանջի կարոտը ձեզ էլ կբերի այստեղ, դուք ձեր մեջ կասեք այն, ինչ մենք ենք ասում հիմա, սա ուրիշ զանգ է։ Մի քիչ շեղվեմ դում թեմայից, մի քանի օր առաջ Երևանում ինձ զանգում է մեր լավ ընկերներից մեկը, անունը դամ թե չդամ, չեմ կրնա չդամ, բասենցան Գևորգ է կսե Հովանես ջան, ձեր սցենարը ինձի ճամփես կը, չգիտեմ ինչ սցենար կուզեր։ Ցեմ Գեր ջան, ինչ սցենար կուզես, կսե Քալողդարյան Մելիթուն ամյակն է։ Ուրեմն ինչի համար այդ բանը հիշեցի, ուրախությամբ եմ շեշտում, որովհետև ոչինչ անհետևանք չի մնում։ Մենք ցանեցինք, մեր ցանած սերմերը արդեն ծիլ են տվել։ Մեր միջոցառումը նուբարն է, առաջին պտուղը, մեր միջոցառումը երախայրիքն է, համն ու հոտը առաջին պտղի, և այդ նուբարի բույրն արդեն տարածվել է ոչ թե միայն Կորխում ու Թոթխամում, այլ նաև ամբողջ շրջանում, արդեն արձագանքներ են լսվում Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, այսինքն բոլոր այն վայրերից, որտեղ դպրոցը սերունդներ ունի, արդեն մեծ ոգևորություն կա, մեզ նախորդած
ու մեզ հաջորդող սերունդների մոտ։ Հիմա մեր ծափողջույնների ներքո կհնչի զանգը եւ մեզ կհրավիրի դասի շարունակությունը արդեն դպրոցում։ ապրեք խաղաղ երկրում, որովհետև այսօր ձեր դասարանում կան շատերը, որոնք բացակայել, ուստի դուք ապրեք երկար տարիներ, որպեսզի նշեք ձեր մի հատ էլ 50-ամյակը, շնորհավոր ձեր վերջին զանգը։ Ես իմ անուշ Կորխի դպրոցի դպրոցական զանգն եմ սիրում և դպրոցի մեր տնօրեն Իլիցյանի խոսքն եմ սիրում։ Լուսամփոփի պես աղջկան աստվածամոր իր աչքերով և իմ դասղեկ Իլիցյանի ազատատենչ ձայնն եմ սիրում։ Սիրում եմ իր խոսքերը հուր սիրտս կերով մեր մաթեմատիկոս Ափոզյանի ողջակիզված կրակնայրով, ուր էլ լինեմ չեմ մոռանա մեր սիրելի Ջանոյանին, չեմ մոռանա աղոթք դարձած մեզրոփակիր հայոց լեզուն։ Ինչքան են սուր սիրտս խոցեն բարեկամն ու թշնամին, էլի ես մեր Զաքարյանի կենսաբանության դասն եմ սիրում։ Իմ կարոտած սրտի համար ուրիշ ոչ մի սոխակ չկա, Խոշիկյանի ձայնից բացի, ուրիշ անուշ երգող չկա։ Աշխարհ անցիր, առանց անգլերեն ճամփա չկա, ու մեր ընկեր Տոպուզյանի նման քաղցր հոգի չկա։ Իմ սիրելի դպրոցի պես լուսաբսակ դպրոց չկա, ինչպես անհաս պարքի ճամփա, ես իմ դպրոց քեզ եմ սիրում։ Սիրում եմ ես Կորխի մեջին, ջրերը ջինջ ձորը լուսե, ու հնամյա եկեղեցու հազարամյա զանգը վսեմ, ուր էլ լինեմ չեմ մոռանա աղոթք դարձած գրքերը մեր, դպրոցական անհոտ կյանքի ու անմոռաց օրերը մեր։
Պիրանի մարդիկ Աշխարհին խաղաղություն լինի եւ մենք ձեզ մեծ սիրով կհյուրեկալենք մի քանի տարի հետո եւ դուք կցանկանաք որ շրջանավարտները ուզում են գան մենք կընդունենք սիրով եւ կճանապարհենք ցանկանում եմ առողջ լինեք երջանիկ լինեք եւ երկար տարիների կյանք ունենաք սպասում ենք ձեզ Սիրելի ուսուցչական անձնակալ, հարգելի համադրողացիներ ու հյուրեր, այսօր մենք հավաքվել ենք այն կրթօջախի հարկի տակ, որը անկախ մեր չար ու բարի արարքներից, չհասկանալով մենք մեր արարքներով իրեն օգուտ ենք տվել թե վնաս, կապ չունի, ինքը մեզ հյուրընկալ ընդունել է, դռնբաց ընդունել է։ Անկախ մեր դպրոց այցելելու նպատակից, մեզ ընդունել է հյուրընկալ ու դռնբաց։ Այդ դռները այսօր ավելի հյուրընկալ են մեր նկատմամբ, չէ որ իր գոյության մոտ 100 տարվա ընթացքում առաջին անգամ 50 տարի առաջվա շրջանավարտները հավաքվել են իր հարկի տակ։
Եվ այս հավաքը թող լինի, թող սկիզբը դառնա ավելի մեծ ու ավելի կազմակերպված հավաքների։ Դպրոցի 100-ամյա հոբելյանը նշվելու է 3 տարի հետո։ 1928 թվականին ստեղծվել է Գորխի 40-ամյա դպրոցը։ 3 տարի հետո դրանում է դպրոցի 100-ամյակի հիմնադրման ստեղծման։ Եվ ես շատ մեծ սիրով ու հաճույքով կուզեի, որ այստեղ լինեին նաև մեր փող թոքանուների գյուղապետերը։ Վայ, ուրեմն իմ ցանկությունը եւ ոչ միայն այստեղ հավաքված բոլոր ներկաների ցանկությունը ինչ է 100-ամյակը նշեք կազմակերպված ու պատկերացրեք ինչքան մարդ կմասնակցի 100-ամյա հոբելյանին։ Բոլոր շրջանավարտները ոչ թե 50 տարի առաջվա, 20 տարի առաջվա, 30 տարի առաջվա, այլ բոլոր շրջանավարտները։ Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է իր ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որն ունի լավագույն ուսուցչություն։ Սիրելի մասնակիցներ, եկեք մեր շնորհակալության խոսքն ունենք մեզ դասավանդած բոլոր ուսուցիչներին։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչը նրանք մեզ հասցրեցին տալ մեզ այդ 10 տարիների ընթացքում։ Շնորհակալություն նաև չդասավանդած, բայց դպրոցի միջանցքներում ու բակում, գյուղի փողոցներում մեզ իրենց ներկայությամբ դաստիարակած ուսուցիչներին։ Շնորհակալություն, որ տարել են մեր երբեմն չափն անցած կամակորությունները, միշտ աշխատելով մեզ ճիշտ ուղի ցույց տալ։ Շնորհակալություն դպրոցի բոլոր տարիների կոլեկտիվների, տնօրեններ, ուսուցչական կոլեկտիվներ, ուսմասվարներ, ուսուցիչներ, տեխնիկական աշխատողներ եւ այլն։ Շնորհակալություն Գորխ եւ Թոքան երկուանում, բայց մեկ գյուղ ներկայացնող հասարակությանը դասերից հետո մեզ տված ամենօրյա դաստիարակության համար։ Շնորհակալություն այս 2-3 ամիսներին մեր կողքին կանգնած լինելու համար, մեզ աջակցելու համար։ Սիրելի ներկաներ, ցավոք մեր աշխարհական տարիների ուսուցիչների մեծ մասն այսօր մեզ հետ չէ։ Նրանք կնքել են իրենց մահկանացուն եւ նրանց հոգիները սավառնում են երկնքում։ Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր լուսահոգի ուսուցիչների հիշատակը եւ հավատացած եղեք, եթե մենք յուրաքանչյուրս այդ մեկ րոպեի մեջ, մեկ րոպեի ընթացքում մեր կողքին զգանք այդ ուսուցիչներից, թեկուզ 2-ի կամ 3-ի ներկայությունը, հավատացեք նորից եմ ասում։ Ուսուցիչների մասին դեռ շատ բան կա ասելու, նորից վերջում կանդրադառնանք։ Հիմա անդրադառնանք մեր դասընկերներին։ Կրկին ու կրկին շնորհակալություն խոսք եմ ուզում ուղղել։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այստեղ են, բոլոր ներկաներից շնորհակալություն։ Շնորհակալություն նրանց, ովքեր շատ մեծ ցանկություն են ունեցել, բայց տարբեր հիմնականում առողջական պատճառներով չեն կարողացել ներկա լինել։ Ուզում եմ հատուկ շեշտել Իլիցյան Սանասարի անունը, չգիտես Իհարկե, ես էլ եմ նրա հետ զրուցել մոտ 2-3 ամիս առաջ, բայց 3 օր առաջ Զանգեր Ժորայինի ասա, երեք նորից են խոսացել Սամուրի։ Առողջություն դասված, Հովհաննես ջան, Սանասար։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց երկնքից հետևում են մեր յուրաքանչյուր քայլին։ Սիրելիներս, ակամայից հիշեցի 1990 թվականը։ Դասարանով առաջին անգամ 15 տարի անց հավաքվել էինք, նախապես որոշեցինք, որ ներկա բացակա անեն, Մատյան չկարողացանք հայթայթել դպրոցի արխիվներից եւ այստեղ մեզ օգնության հասավ մեր բոլորից կողմից շատ սիրված խստապահած, բայց շատ սիրված Վլադիմիր
Ծառուկյանը, Բալասան Ծառուկյանը, հարգելի բանոն նա ծոցագրպանից հանեց իր արխիվում քայքայա քրքրված հայթայթել էր իր արխիվից ծոցատետրը, այն ծոցատետրը, որի մեջ ինքը Մատյանին, Դասամատյանին զուգահեռ նաև անցկացնում էր և ներկա բացականները, և գնահատականները։ Եվ երբ նա ներկա բացակարեց, հերթը հասավ մեր լուսահոգի Նայիրին, կարդաց Երզնկյան Նայիրին, մենք բոլորս ոտքի կանգնեցինք ու միաբերան արտասանեցինք ներկա։ Ես այստեղ իմ հոտ կա 1990 թվականի Փարոս թերթից մի պատառիկ, մի փոքրիկ պատառիկ։ Կրթօջախում հանդիպում 15 տարի անց։ Հուզիչ ու անմոռանալի էր 1974-75 տարվա շրջանավարտների հանդիպումը Կորխի միջնակարգ դպրոցում։ Նրանք 33-ն էին, մնացել են 32-ը։ Շատերը ավարտել են Միության ու Հանրապետության տարբեր բուհեր, մի մասն էլ աշխատում ու շենացնում է հարազատ գյուղը։ Հանդիպումն ուսուցիչների հետ սրտառուչ էր։ Երկար ու զիլ հնչեց դպրոցական զանգը, բոլորը զբաղեցրին իրենց նախկին տեղերը։ Փորձված մանկավարժ Վլադիմիր Ծառուկյանը ստուգեց հաճախումը։ Բոլոր սաներն էլ մասնակցեցին հետաքրքիր դասին, պատմելով իրենց անցած ուղու, ձեռք բերած հաջողությունների մասին։ Դասն ավարտվեց, բոլորը գոհ մնացին։ Փոքր դադարից հետո շրջանավարտները ուղղություն վերցրին դեպի գյուղի գերեզմանատուն, հարգելու իրենց Վաղամերիկ համադասարանցու Նայիրի հիշատակը։ Միջոցառմանը ներկա էր դասարանի դասղեկ Քիշմիշ Խանիկյանը։ Հանդիպումը սրտառուչ էր։ Այն դեռ երկար կմնա շրջանավարտների հիշողության մեջ, Մարտին Մանասյան գյուղ Կորխ։ Ես սա դիտմամբ կարդացի, որ մեր մեջ տպավորվի, թե ինչքան ավելի հուզիչ ու հիշարժան է լինելու այս հանդիպումը։ Ողջունելուց և ներկա բացակա կատարելուց հետո զգացինք, որ կային այնպիսի ազգանուններ, որոնք ներկա չէին։ Ցավոք նրանք ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց հոգեպես մեզ հետ են։ Նրանք ցանկության դեպքում էլ չեն կարող մասնակցել, որովհետև բռնել են հավերժի ճամփան։ Ահա բացակա աշակերտների անունազգանունները ընթերցին։ Այվազյան Ալեքսան, ներկա, Անանիկյան Արուսյակ, ներկա, Ավակյան Անտրանիկ, ներկա, Ափոզյան Սաշա, ներկա, Երզնկյան Նայիրի, ներկա, Իրիցյան Բաղարշակ, ներկա, Խանիկյան Ցոլակ, ներկա, Խորշիկյան Լյովա, ներկա, Խորշիկյան Սարգիս, ներկա, Հակոբյան Վասիա, ներկա, Մակարյան Մնացական, ներկա, Տոնականյան Հովանես, ներկա, Մրջացյան Խաչատուր, ներկա։ Մենք նրանց բացակա չենք տնում։ Բացակա աշակերտների մի մասի շիրիմները ամփոփված են հայրենի գյուղի գերեզմանոցում, մի մասին էլ այլ երկրներում։ Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը։ Շնորհակալություն։ Ուրեմն աղոթենք առաստված մեր լուսահոգի համադասարանցիների հոգիների հանգստության համար։ Քրիստոս, որդի Աստծո, անոխագալ եւ բարեգութ, գթար քո առողջական սիրովդ, ի հոգիս հանգուցյալ ծառայից քոց։ Հիշյա հավուր մեծի գանսյան քո, արա արժանի ողորմության, քավության եւ թողության մեղած։ Դասավորյալ պայծառացող ընծուրք սկաչակողմյան դասուն, զիդու ես տեր եւ արարիչ ամենեցուն, դատավոր կենթանյայց եւ մերելոց, եւ քեզ վայել է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Զնգում, զրնգում է ծորով մեկ, ձեր լռության համերգում ինձ բացակա չդնեք, ես էլ քարե բադարակ, ձեզնից մեկը հասկացեք, դուք ձեր կյանքին հակառակ, ինձ բացակա չդնեք, ոչ խոստումներ, ոչ երթում, սպասեք, չքննեք, անվերջ անչափ ձեր երթում, ինձ բացակա չդնեք, տղեր ջան, մենք ձեզ բացակա չենք դնենք։ Հարգելիներ, սիրելիներ, ինչ որ հիմա եմ ասում, ես նախապես որոշել եմ ասել մեր հանդիսության ավարտին, մեր կազմակերպած հանդիսության ավարտին, բայց հաշվի առնելով
օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, ներկայացականներ, մասնակցելու հնարավորություն ունենալու պայմաններ որոշեցի, որ հիմա ասեմ այս խոսքերը։ Երբ նոր էր սկսվել մեր, այսպես ասեմ, շարժումը, 50-ամյակին նվիրված շարժումը, հեռախոսազանգով գրելով կապվել եմ բոլոր 65-ից 75 թվականներին մեզ դպրոցում դասավանդած, ոչ թե միայն մեզ, այլ ամբողջ դպրոցում դասավանդած այժմ ողջ դասատուների հետ։ Եվ չեք պատկերացնում իմ հուզման աստիճանը, ինչքան եմ հուզվել ամեն մեկի հետ առանձին խոսելիս։ Անուններ ասեմ, չեմ կարող չասել։ Հուզվել եմ Սիալա Մելքոնյանի, Քիշմիշ Խանիկյանի, Սիլվա Արևյանի, Ասիա Խորշիդյան Թոքուզյանի ներկայ է, Սվետլանա Մկոյանի, Ֆլորա Ղանդիլյանի, Անահիտ Նուրիջանյան Խորշիկյանի, Լիանա Թոքուզյանի, Վիոլետա Ղազարյան, Նիկիտ Խանյանի հետ խոսելիս։ Այդ հուզմունքը կրկնապատկվել, եռապատկվել, նաև քառապատկվել է Լարիսա Ծառուկյանի հետ խոսելիս։ Ես չգիտեմ, ինչպես են իրենք զգացել իմ հուզմունքը կամ ինչքան են իրենք հուզվել, ես զգացել եմ դա, բայց այդ հուզմունքը ինձ պատել է նաև Ղանդիլյան Հունանի հետ խոսելիս, երբ հրավիրատոմս էի ուղարկում Ղանդիլյան Ամալիայի մեր սիրելի գրադարանավարին, և Սողոմոնյան Համբարձումի հետ խոսելիս, երբ հրավիրատոմսը ուղարկեցի մեր ավագ ջոկատավար Շիպակցյան դիմային։ Սիրելի ուսուցիչներ, սիրելի մանկավարժներ, մասնագիտության բերումով, գիտակցաբար, դուք ծանր բեռ եք վերցրել ձեր ուսերին։ Այդ բեռը տանել իզորու են ոչ բոլորը, բայց դուք երբեք չեք երկնչել այդ բեռի ծանրությունից, և դուք իդեմս մեզ, այսօր տեսնում եք ձեր կրթած ու դաստիարակած սերունդը, բայց դուք ունեցել եք և ունեք ևս մեկ մեծ առաքելություն, այն է, կապող օղակ լինել, կամուրջ լինել, հին ու նոր, գետի երկու ափերը միացնող հնի ու նորի կամուրջ լինեք, հին ու նոր սերունդների միջև կամուրջ լինեք, և այդ առաքելությունը նույնպես դուք կատարել եք պատվով ու անմնացորդ նվիրումով։ Եվ դրա վառապացույցն ենք մենք, բոլոր այստեղ հավաքվածներս, մենք խոնարհվում ենք ձեր առաջ։ Հիմա ես կընթերցեմ թուղթ, որի մասին տեղյակ չեն նույնիսկ իմ համադասարանցիները, ոչ թե թուղթ, այլ թղթեր։ Նախ ընթերցեմ, հետո ցույց տամ։ Վրացական խորհրդային սոցիալիստական հանրապետություն, Ախալքալակի շրջան, Կորխի միջնագարկ դպրոց, 1975 թվականի շրջանավարտներ, 29 մայիսի 2025 թիվ, գյուղ Կորխ։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Սիալա Ռաֆիկի Մելքոնյանին, մեր կրթության և դաստիարակության գործում ունեցած անուրանալի ավանդի, անմնացորդ նվիրումի, դպրոցն ավարտելու 50-ամյակին նվիրված միջոցառումը խրախուսելու, կազմակերպական հարցերում աջակցելու, այն ավելի հիշարժան դարձնելու համար, Կորխի միջնագարկ դպրոցի 1975 թվականի շրջանավարտներ։ Մարտինի հետ տանեք կներկայացնեք, հարգելի ցիալի։ Տեքստը նույնն է, տեքստը չկարդամ հարգելիներս, միայն կարդամ անունները։ Շնորհակալագիր Քիշմիշ Հարությունի Խանիկյանին, Ծաղարում եմ։ Շնորհակալագիր Սվետլանա Հովսեփի Մկոյանին, հարգելի Սվետը։ Շնորհակալագիր
Լարիսա Վլադիմիրի Ծառուկյանին Շնորհակալագիր Ասիա Խաչատուրի Խորշիկյանին Շնորհակալագիր Ասիա Աղասինի Խորշիկյանին Շնորհակալագիր Վիոլետա Մնացականի Ղազարյանին Այդանան դիարը Շնորհակալագիր ես երեք արջերը այսօր 3 անգամ նորից զանգեցի, բայց պատասխան չստացա Միխայել Ֆյոդորի Օլիկիդի Շնորհակալագիր Սիլվա Հարությունի Արևյանին Ես կրնամ գոլիկի Շնորհակալագիր Դիանա Վարազդադի Թոփուզյանին Տան Դիանին հետ զրսեի գորա ժողով դուլևեն Սամ ես տեզի տաստվել է Հիմի վեր կրնա հիշել Դիանին երկը Քամում մասին Քամի հայրամի քամի գիշ քամի Կասպարին հարցում սովանես կան, Arkeli Tiana, Samena Siratu Suchis. Անցանկարը շլոտեն եմ Շնորհակալագիր Մարգո Գրիգորի Ավակյանին Ռիմա Միասնիկի Խորշիկյանի Միոյն Ռիմա Ռուբիկին դուր, Ռուբոյ Շնորհակալագիր նա Վարդիթեր Զաքարի Երզնկյանի Պալին Շնորհակալագիր Անահիտ Միասնիկի Նուրիջանյանին Ալիենց Ազատին կնի Շնորհակալագիր Ֆլորա Արտավազդի Ղանդիլյանին թողնվա ես Շնորհակալագիր Գիգլա Վաչագանի Անանիկյանին Պալին ջան քուգը շատ եղավ Շնորհակալագիր մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ախալխալակի մունիցիպալիտետի Գորխի հանրային դպրոցի տնօրեն Գալիա Շոթայի Իրիցյանին Ապահարում ենք Գալիային Շնորհակալագիր մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ախալխալակի մունիցիպալիտետի Գորխի հանրային դպրոցի ուսուցչական անձնակազմին Սա ես հիմա նորից կհանձնեմ տնօրենին, բայց այն հույսով ու հավատով, որ սա կախված կմնա ուսուցչանոցում։ Շնորհակալություն, շնորհակալագիր։ Գառնիկ Աղասինի Ղանդիլյանին, Գորխի գյուղապետին։
Արժանիքը չկա։ Գլխավոր խորհուրդ։ Շնորհակալագիր Մեսրոպ Իլյուշի Իլիցյանին։ Բան չմնաց։ Շնորհակալագիր Ամանյա Հովանեսի Ղանդիլյանին, Կարատարանավարը, ես կտանեմ։ Շնորհակալագիր Ռիմա Համայակի Շիպակցյանի, Բելարչես։ Ռիման, համբարձումի մարը, Սողոմոնյան, մի ուշի նշի։ Շնորհակալագիր, իհարկե այստեղ չկարողացավ ներկա գտնվել և մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Շողակաթ Ղանդիլյանին, նեղ տեխնիկական աշխատանք։ Վերջինը ժողովուրդը։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ախալքալակի մունիցիպալիտետի ATV 12 հեռուստաալիքին դպրոցն ավարտելու 50-ամյակին նվիրված միջոցառումը արժանվույն լուսաբանելու, մեկնաբանելու և բարձր մակարդակով հեռուստադիտողին ներկայացնելու համար։ Գորխի միջնագարկ դպրոցի 1975 թվականի շրջանավարտներ։ Եթե շոկ է, էլեկտրոսի միկրոֆոնով, և որ կուզե ելույթ ունենալ, և որ կուզե մեզի բարի մաղթանք Սիրելի շրջանավարտներ, այսօր պահը շատ հուզիչ էր և անսպասելի Գորխի միջնագարկ դպրոցում, որ այսքան տարիներ հետո նորից կհանդիպենք իրար, ես տար։ Ես արդեն բավականին ձերացած, դուք էլ միջին տարիքի մարդ դարձած։ Տեսնենք ձեզանից ով ինչի շողություն կունենա դպրոցական տարիներից։ Հանդիպումը շատ հուզիչ էր և այն երկար կմնա շրջանավարտների հիշողության մեջ։ Աշակերտներին ուղղված խոսքը ավարտելուց հետո իմ բարեմաղթանքները աշակերտներին, շրջանավարտներին, ասելով, որ գիտեմ, դուք արդեն մեծ մարդիկ եք, բոլորդ էլ ունեք ընտանիք, երեխաներ, թոռներ, նույնիսկ ծոռներ։ Աշխարհի որ անկյունում էլ լինեք, ապրեք խաղաղ երկրում, եղեք առողջ ու երջանիկ, հաճող անփորձանք։ Ժպիտը ձեր դեմքերից միշտ անբագաս լինի, ձեր դասարանական այս կապը լինի հաստատուն, ամուր, ոչ միայն այսօր, այլ ընդմիշտ, բարեմաղթանքներով և բարի ցանկություններով ձեր նախկին ուսուցչուհի Լարիսա Ծառուկյան, հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլորի հրավերի և ուշադրության համար, մանավանդ Հովհաննես ջան ձեզի։ Եղեք միշտ առողջ ու երջանիկ, Սեսյուն։ Ես ձեզի որ կաշեմ, բոլորդ իմ հարազատներս։ Ես կաժե եթե մեկը մտածում ինձ հարազատ չէ, ինչ որ գենետիչկի մենք մոտիկություն ունի։ Ես կուզեմ իմ խոսքը ասել նաև միացնել Գառնիկ Ղանդիլյանին, որ ինքը չկա, մենք իրար հետ աշխատում իմ գործընկերներ, արգելի ընկերներ, ձեր կազմակերպության համար այս հետաքրքիր միջոցառումը շնորհակալություն, ընկեր Ղանդիլյան, ես կզգամ, որ գլխավոր դերում դուք եք։ Շատ ուրախ էր, շատ ուրախ էր, շատ նաև հուզիչ էր,
գիտեք ինչի, որովհետև մեր մանկավարների չադերը չկային մեր շրջանավարտներից 13 հոգի, բայց մեր կողմից էլ ուրախ ենք, որ կյանքը շարունակվի գը, այդ մարդիկ ովքեր չկան, բայց այսօր այս դպրոցում մեր նորից կապրի ծաղկում, իրենք ունին թորներ, ձորներ, կյանքը կշարունակվի, իրենց ոչ մեկը չի մոռանա։ Շնորհակալություն, դուք շարունակեցեք ձեր գործը, մնացածներն կհետևեն ձեզ։ Ես շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ արտակարգ միջոցառման համար, այս գեղեցիկ պատմական արարողության համար ես կասեի, Ժորժ ջան, այնքան երիտասարդ եք, այնքան գեղեցիկ, այնքան սիրուն ու հմայիչ, իրոք ավելի պայծառացեք, ավելի եք սիրունացեք, երկտոտ ջան, արևը միշտ ես պայծառ ժպտա, ձեր աշկերից, թող արցուններ չկա, արգելի սիրելի կանայք, իսկ եթե արցուններ կա, թող ուրախության համար լինի, խոր բելով կա այդ աշճուկները, հարգելիներս, օգտվեք Աստծո բոլոր բարիքներին, Տիրամայրը պահապան լինի, ձեր բալիկներին, դորներին, ընտանիքներին, առողջություն եմ մաղթում, ամենակարևորը երկարոցիկ տարիներ, մի այսպիսի 50 տարի հետո կարողանանք հավաքվենք, տոնենք այս գեղեցիկ արարողությունը։ Իշկան լավ բանից է, вообще քեզ առողջություն, հաջողություն, ընտանիքով ջուղթ մնար։ Տղաք ջան, սաղիդ ես շնորհավոր եմ, լավ եկանք, տեսանք մեկս, խուրբան ձեզի։ Սաղս կորին կերտանք մի քանի օր մեզ։ Ամեն այդ լավը լիս ջուղթ մնակ ընտանիքներով, դմոս նոր։ Արգելի, կացնգերներ, համագյուղացիներ, արեգամներ, այստեղ սաղ մեկս հետ ենք, իշկան ժամանակ չենք տես, այստեղ ես իշկան ժամանակ է չեմ եղել, որ գտեսնիմ ուրախություն այդից է, որ չենք եղ այստեղ, հաշվետ եմ ասորվա օրը ծնված ինձ, ձեր այդ ուրախությունը, այսի դեսնիմ գժբիդ ինչը գսած, ձեր այսի լավ, ինչ որ ջայլ գայք այդ ձևին ասանակ չեմ, նոր որ դեսա գիտես թե ինձ ամա քենտ տղաց չեմ, այդ որ դեսա գսեմ հա գիտես ներեկ եմ տեսնում, ուրախալի, ժողովուրդ ամենանաց կնի մարդիկ, աղջիններ լավ, տղաք չա, մենք այշկանակ ուզե ուր գուզել ենանք, մեր երկիր գուզել ենանք, որովհետև այստեղ 20 տարի աստ, 2 տարի աստ, 50 տարի աստ, տելեֆոններ չեմ տելեֆոններն ամեն առաջիպը իքը դու ես, դեդա քրտիր ես, դելա, ընգերնիր, շատ լավ բան է, շատ լավ մասնացություններ, Աբրիս դունա ամեն տարի Մեծեր խծապ չի դա, մեծեր խծապ չի դա, ներոպեմ լրություն ծավալություն։ Խոսք ունի ասելու մեր հարկելի մարգոն, նախ առաջինը արիք Աստծուն փառքանք, որ մեզի տվեց այս ծևի հնարավորություն, վերնում Աստծո զորությանը։ Թող ամեն մարդ իրեն նպատակին հասնի։ Այբող մեզի առողջություն, որ 60-նա նշենք 70-նա։ Ուսուցչական կոլեկտիվին շատ կոչ շնորհակալ ենք ինչի, որովհետև մենք մեր ամեն ինչը ստից ենք սկսել, ամեն ինչը սորվել ենք ստից։ Աստիարակությունը մեր շնորհքը կապ չունի մար ուր տա, Մոսկվա է, Լենինգրադ է, Սինգապուր է, Ավստրալիա է, իժեն հայրենիքը մարդը կյանքում չպիտի մոռանա, իժեն ակունքներ հուտիցը բան է։ Ես ձեր ցավը դանիմ, նախկին երդասարտներ, վճեք ներողը։ Սարի դարաշություն, ամենալավն ու բարին, թող ձեր սրտով ասված դա։ Այդից հետև, իշկան շատ չկվին, մեկս մեկից զանգենք, ինքան մենք մեզի լավ գզգանք ու ամեն ինչ լավ գլի։ Մեր հեռավորներնա թող վևոր չէ գրսե, ասվածի ես կորզեյուն հաճողություն, սաղնա թող լավ լին, ու պիտուն այս ծևի հնարավորություն է ունենան, հոնես ճամ մեզեն օրնակ վերցնել։ Ինչը 15-ը նշենցիկ, ինչը 50-ը։ Ծանգանավոր 70-ի նորից ադար ղեկավար ես։ Այդքան առոշտուն է, 70 ամյակը։ ժողովուրդ լրություն,
եւ ուրախ եմ եւ տխրում եմ։ Ինչու եմ ուրախ, պարզ է, բոլորս էլ այսպիսի միջոցառումների մասնակցելիս մեր տրամադրությունը բարձրացնում ենք, բարձրանում ենք ինքնին։ Բայց տխուր եմ, որ այս մեր տղաները եւ աղջիկները նախկին երիտասարդներ, ինչպես ասում են, 50 տարի առաջ է ավարտել դպրոցը։ Նրանք տարիք են առել եւ այդ տարիքի ընթացքում բազմաթիվ գործեր են կատարել, բայց չեն մոռացել իրենց դպրոցը։ Դպրոցը կարևոր բան է։ Դպրոցը իհարկե ոչ միայն ուսումնական դպրոց կա, այլ կա նաև բազմաթիվ այլ դպրոցներ։ Բայց երեխան երբ 6 տարեկանից գնում է դպրոց, այնտեղ արդեն սկսում է տառեր սովորել, հայերեն, հետո վրացերեն, ռուսերեն եւ այլ լեզուներ է սովորում։ Այն ժամանակ նա հաստատ, ոնց որ ասում են, կանգնում է իր ոտքերի վրա։ Եվ դուք ձեր ոտքերի վրա եք հաստատ կանգնած, ես տեսնում եմ։ Ճիշտ է, ես տխուր եմ ինչ պատճառով, նաև այն պատճառով, որ այս 50 տարի առաջվա նախկին աշակերտները մեր գյուղում չեն, մեծ մասը հիմնականում։ Դրա համար ես շատ տխուր եմ։ Այ լավ կլիներ, եթե դուք լինեիք գյուղում եւ գյուղ այդ ժամանակ կդառնար մի լավ քաղաք։ Ձեր ցույց տված այսօրվա արկան ամեն ինչին եւ դպրոցին եւ ուսուցիչներին ձեր գազམ་ագերբությունը այս ինչպես Հովհաննեսն ասած սցենարը շատ գերազանց է գրված։ Գուցե գնահատական ես չեմ դա, բայց գերազանց է գրված։ Շարունակեցիք դուք դպրոցից հետո այստեղ գալ։ Իհարկե երեգել դուք ունեցել էիք բավական տեղեր գնալու, այնտեղ գնացել էիք հիշելու ձեր հանգուցյալ ընկերներին, թոթամում, գողում, ինչ որ է։ Ապրեք դուք տղաներ եւ աղջիկներ։ Դուք մեծ գործ եք կատարել, որ եկել եք այստեղ։ Կոնկրետ ասեմ, այստեղ այս հուշարձանի մոտ նաեւ։ Ճիշտն ասած, այս հուշարձանը, ոնց որ ասում են, գյուղին մեծ այսպես լիցք է տվել, որովհետև այս հուշարձանի մոտ արդեն քանի անգամ է մոտենում են հուշարձանի մոտ իրենց ուրեմն ոնց որ ասում են պարտադիր մոտեցումն են ունենում այս հուշարձանին։ Հուշարձանը բոլորս տեսնում ենք, որ բացվել է ուրեմն 5 տարի առաջ 75-ամյակի արդիվ, այս տարի էլ 80-ամյակի արդիվը հա, չնայած մայիսի 9 դեռևս անցել է արդեն մի քանի օր, սակայն դա բավական չէ, դա նշանակություն չունի։ Շնորհակալություն ձեզնից 50-ամյա աշակերտներ, որ չեք մոռացել ձեր պապերին եւ ձեր հայրերին, որովհետև նրանք գնացին եւ այսպիսի կյանք պարգևեցին, թողեցին ձեզ։ Մեր վետերանները եկան մի մասը, իսկ մի մասն էլ իրենց կյանքը տվեցին, իրենց ուրեմն մահկանացուն գտան կռվի դաշտերում։ Եվ դա 1941-45 թվականի երկրորդ ուրեմն հայրենական մեծ պատերազմի ժամանակ էր։ Այն ժամանակ բոլոր ազգերը միասին վեր կացան եւ կանգնեցին թշնամու դեմ, այդ թվում նաեւ գորխեցիները։ Գորխ, մենք գորխ բառը հիմա ավելի այսպես հնչեղ ենք դարձնում այստեղ կանգնելով։ Ինչու համար։ Նախ մեր բաբերը նրանք իրենց ուժը տվել են, որ գորխը մնար։ Չնայած մի մասը հիմա ասեմ, էլի տանջվում եմ, ցավում եմ, որ դուք լավ կլիներ, որ այստեղ լինեիք բոլորը եւ գորխը կդառնար այն ժամանակ Մոսկվա։ Մոսկվան հիմա գա, այս հուշարձանը Մոսկվայի գորխ համայնքն է կառուցել։ 5 տարի առաջ էր այս հուշարձանը կանգնեցվեց։ Շնորհակալություն նրանցից գորխ համայնքին, որ գտանք մի տեղ, որ կարող ենք գալ հիշել մեր
այս ուրեմն վետերաններին, նրանց, որոնք իրենց կյանքը թողեցին, մի մասը կռվի դաշտերում, մի մասն էլ եկան, շատերը վիրավոր, այ օրինակ մի քիչ առաջ մենք խոսում էինք ուրեմն մեր դպրոցի նախկին դասադուներից մեկը ասում էր իմ հայրը այսպիսի դժվարությամբ է մնացել, մի մասը գերությունից է փախել, մի մասը ի վերջո եկել է գյուղ եւ գյուղն է ծաղկեցնում։ Դուք այս ձեր այցելությամբ գյուղը ծաղկեցնում եք, ասեմ, շնորհակալություն ձեզ եւ տղաներ եւ աղջիկներ, շնորհակալություն կազմակերպիչներից, մանավանդ երևում է որ դուք ժամանակին իհարկե ես ձեզ չեմ դասավանդել, բայց պիտի ասեմ, որ ձեր դասատուները ձեզ լավ են դասավանդել, շնորհակալություն նրանցից, բոլորից, առողջություն բոլորին, ովքեր կենդանի են, եւ հիշենք ուրեմն թող լույս իջնի նրանց գերեզմաններին, ովքեր կենդանի չեն։ Եվ ձեզնից էլ, սիրելի աշակերտներ, 50 տարեկան, ուրեմն 50-ամյա աշակերտներ էիք, 50 տարի անցել ձեզնից, բայց այդ տարիքը ուրեմն դուք կորցրել եք նաև մի քանի ընկերներ, թող լույս իջնի նաև նրանց գերեզմաններին եւ դարձյալ ձեզնից շնորհակալություն Հովհաննես, Ժորա եւ մյուս բոլոր տղաներն ու աղջիկները, շնորհակալություն որ եկել եք, կարող է ասենք աչքի ոնց որ ասում են ականջի հետ գցեիք եւ չգայիք ասեք ինչ կա, բայց եկել եք դրանով իմացեք որ եւ ձեզ եք բարձրացրել եւ մեզ եք բարձրացրել։ Շնորհակալություն ձեզնից բոլորից։ Ժողովուրդ ջան, եւս մեկ հոգի ելույթ կունենա ու կհնչի այն քոչարին, որ 45 թվականին Բերլինի պատերի տակ է հնչել։ Ամանյան դիվիզիայի մարտիկները Բրենդենբուրգյան դարպասների մոտ։ Խոսքը տալիս եմ Գևորգ Պասենցյանին։ Շնորհակալություն, Արոն Անդիլյան, սիրելի հայրենակիցներ, ուր որ գնանք, որտեղ էլ մենք լինենք, մեր պարտական է, մեր ապուպապերի, մեր հաղթանակած, մեր հերոս պապերի, որոնք ոսոխին իրաբնում ճախճախելով վերադարձան հայրենի ժավակ, վերականգնեցին խալխլված գոլտնտեսությունը, դներ կառուցեցին, գյուղը աճեց, բարգավ աճեց, այս հրաշալի, այս բանձալի մարդկանց շնորհիվ, հարգելիներս 1941 թվական հուլիսի 22, երբ ամբողջ սովետական բանակի սպաները, որը արձակուրդում էր, որը կիրակի էր, հանգստանում էր, հանկարծ ֆաշիստական հորդաները ներխուժեցին սովետական միություն։ Հերոս սովետական ժողովուրդը դուրս եկավ պայքարելու ընդդեմ ոսոխի։ Սովետական ժողովրդի հետ պատերազմ մեկնեցին 600 հայ, 600,000 հայ, որոնցից 300-ը չվերադարձան։ Մեծ ավանդուն են հայերը հայրենական պատերազմում, հարգելիներս 6 դիվիզիա կազմեցին։ Ես հատկապես կնշեի Թամանյան դիվիզիայի մարտիկներին, որոնք հասնելով Ռայխստագ, Բրենդենբուրգյան դարպասների մոտ, հանելով տհոլը, զուռնան, խորող քոչարին բարելով, ապացուցեցին աշխարհին, որ հայերը եւ կռվել գիտեն, հայերը եւ ապրել գիտեն, հայերը եւ պայքարել եւ արարել գիտեն։ Հայ ժողովուրդ այդպիսին է, հարգելիներս, նրանք երբեք չեն ընկճվի։ Ես անդրադառնում եմ ինչպես մեր հարգաժան Ավագյան Մարգոն ասեց, պատերազմի Ղարաբաղի պատերազմում զոհված են քաջարի մարտիկներին, որոնք կռվում էին 6 գերհայեցած զինված բանակների դեմ։ Բելարուս, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, հրյաները, Իսրայել, այդ բոլորի դեմ էին կռվում սովետական կալաշնիկներով, նրանք ճշգրիտ զենքերի դեմ, նրանք դուրս էին եկել կռվելու, պաշտպանելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար եւ դուրս էին եկել հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի համար ցավոք սրտի խոշոր տերությունների խարդավանքների պատճառով այդ հերոս տղաների սխրանքը իջիկ դարձավ, Ղարաբաղը դատարկվեց, հարգելիներս 4 մարշալ ենք տվել, 1 ծովակալ, 8 փոխծովակալ, հարգելիներս Արմենակ Խամփերյանց ավիացիա, Բաբաջանյան, տանկային զորքերի հրամանատարներ, շրջան գներեք, երբ հավաքվել էին, պատրաստում էին Բերլինի վրա հարձակվելու, ես խոնարհվում եմ իհարկե կարգառուն գեներալներ, Ռոտմիստրովի, Կաչյուկովի, այդ սովետական այդ
կարգառուն գեներալների շտաբի առջև, բոլորի առջև Լեյլուշենկոյի, երբ հարցրին, Ժուկովը հարցրեց ռազմաճակատի բոլոր հրամանատարներին, ով է կատարելու Բերլինի տանկային օպերացիան, հարգելիներս, այդ տան գեներալի մեջ, 5 գվարդիական գեներալների մեջ, նրանք ասացին, որ գնդապետ Բաբաջանյանը պետք է եւ նա փայլուն ձևով իրագործեց, նույնիսկ մետրոն օգտագործեց տանկերը թշնամուտի դուրս բերելու համար։ Արմենակ Խամբելյանցը պաշտպանություն օթային բանալեց։ Քյոնիսբերգը այո ապահովեց, Քյոնիսբերգը ազատագրեց Փառաբանց մարշալ Բաղրամյանը, իսկ Իսակովը գլխավորում էր ծովային ավիացիա, իսկ հետո Օգանովը ինժեներական վոյս։ Հարգելիներս մենք հպարտանալու տեղ ունենք, եկեք այսօր չմառանանք մեր հաղթանակած Աբուբաբերի, խոնարհվենք նրանց մեծության առջև, նրանց իշադրակի առջև, փառք ու պատիվ մեր հաղթանակած բաբերին, ողորմի բոլորին, հոգիները լուսնանա, երկնային արքայություն մեր այս հրաշք բաբերին։ Առաջ հաշեցեք։